Արտգործնախարարության դռների մոտ ռուս պաշտոնակցին Արարատ Միրզոյանն է դիմավորել։ Երևան վերջին անգամ 3 տարի առաջ է եկել Լավրովը, առանձնազրույցի համար դրված աթոռի տեղնել է մոռացել։ Բայց աննախադեպ երկար 1.5 ժամ հայ-ռուս դիվանագետները զրուցել են փակ դռների հետևում, դրանից հետո սկսվել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի Հանրապետությունը տրամադրված է Ռուսաստանի հետ երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության բոլոր ուղղություններով։ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ այցեր ակտիվացնելու Փաշինյան-Պուտին պայմանավորվածությունը կատարվում է։ Նա շնորհակալություն է հայտնել մայիսի տոնակատարություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցության համար։ Հակառակ բոլոր այն սպառնալիքներին, որոնք ստանում էիք արևմտյան որոշ պաշտոնյաներից։ Այս տարի Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագրի 30-րդ տարին է։ 10 տարի է գործում է ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը։ Իսկ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանին ծառայությունը հայ գործընկերների հետ շարունակում են իրականացնել ռուս սահմանապահները։ Լավրովը վստահեցրել է, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ։ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունները 2020-21 թվականներին ամուր հիմք են համարում հարաբերությունների կարգավորման համար։ Պատրաստ ենք օգնել բոլոր այն հարցերի լուծմանը, որոնք այժմ պահանջվում է, կարգավորել այդ փաստաթղթի լիարժեք ստորագրման համար։ Ստորագրել են Միրզոյանն ու Լավրովը Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը։ Ընդգրկուն ու կառուցողական է անվանել Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը։ Հնարավորություն են ունեցել քննարկելու նաև զգայուն հարցերը, այդ թվում Հայաստանի ու Ռուսաստանի միջև միգրացիոն խնդիրները։ Պետք է կարծում եմ ջանքեր գործադրենք, որ այդ փոփոխությունը բացասական անդրադարձ չունենա մեր քաղաքացիների գործունեության, մեր բարեկամական կապերի վրա։ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։ Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները չպետք է լարվածություն ստեղծեն սեփական աշխարհաքաղաքական շահերի համար։ Անտեսելով այստեղ գտնվող երկրների հետաքրքրությունները հանուն աշխարհաքաղաքական խաղերի, ինչը դեռ որևէ անգամ լավ բանի չի բերել։ Տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանում լուծելու համար Լավրովը 3+3 ֆորմատի նոր հանդիպումներ է ակնկալում Երևանում ու Բաքվում։ Նրանք կարող են պայմանավորվել, որպեսզի հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում։ Լրագրողների հարցերից հետո Երևանի ու Մոսկվայի միջև եղած խնդիրները փակ դռների հետևից մամուլի սրահ են տեղափոխվում։ Ռուսական Ռոսիա 24-ի լրագրողը հետաքրքրվում է, թե ինչ է նշանակում Միրզոյանի երեկվա հայտարարությունը, որ անվտանգային եղած մեխանիզմը արդյունավետ չէ։ Արդյոք Երևանը հրաժարվում է Մոսկվայի հետ դաշնակցությունից։ Մենք ինքներս մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում, անդրադառնալով հարցին այն մասին, թե մենք արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել, ոչ, մեր պարտավորությունները եւ իրավունքները եւ մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա։ Միրզոյանին ուղղված հարցին մոտ 15 րոպե արձագանքում է նաև Ռուսաստանի արտգործնախարարը, հիշելով ռուս-ուկրաինական պատերազմում ՆԱՏՕ-ի Եվրամիության դերի մասին։ Ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն հապկի տարածքում չի կարող հավակնել դոմինանտության։ Ինչու Ռուսաստանը դոմինանտություն չցուցաբերեց 2022 թվականին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի ջերմուկի վրա էր հարձակվել Ադրբեջանը։ Լրագրողի այս հարցին Լավրովը պատասխանում է, համապատասխան ռեակցիա եղել է հապկի կողմից։ Խումբ է գործուղվել Հայաստան, բայց Երևանը հրաժարվել է օգնությունից, հետո որոշել է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը լուծել Ալմա-Աթայի հռչակագրով։
Это было достаточно неожиданно. Դա բավականին անսպասելի էր, որովհետև 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնում էր ապագային։ Միրզոյանը բացատրում է, որ Ալմատային հղում տալով իրենք պաշտպանել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը Ռուսաստանը հրապարակային արտահայտել է։ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը, Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի վրա։ Ռուսաստանի արտգործնախարարն արձագանքում է նաև մեղադրանքներին, որ ռուսական զենքերով է Ադրբեջանը կռվել Արցախի դեմ, իսկ Հայաստանից փող վերցրել են, բայց զենք չեն տվել։ Լավրովը պատասխանում է, թե Հայաստանն էլ է ռուսական զենքեր օգտագործել։ После обретения независимости использовала. Անկախությունից հետո Հայաստանն էլ է ռուսական զենքեր օգտագործել, այդ թվում 7 շրջանների գրավման համար։ 7 ռայոնով։ Իսկ Հայաստանի գնած զենքերը չմատակարարելու վերաբերյալ Լավրովն ասում է, որ այդ վճարումները այլ նպատակների են ուղղել ու հասկացնում է, որ պատերազմի մեջ գտնվելով չեն կարողացել մատակարարել զենքերը։ Мы вынуждены. Մենք ստիպված ենք, իրեւ պատմության մեջ ոչ առաջին անգամ պայքարել ամբողջ Եվրոպայի դեմ։ Ֆակտոր TV-ի լրագրողի այն հարցին, թե ինչու է Հայաստանի վարչապետը մասնակցել ոչ դաշնակցային վարք դրսևորած Ռուսաստանի Դաշնությունում մեծ հայրենական պատերազմում հաղթանակի նվիրված միջոցառմանը, Միրզոյանն արձագանքել է, որ տեղին չէր լինի չմասնակցել։ 300,000 զոհ ենք ունեցել ֆաշիզմի, նացիզմի դեմ ուրեմն պայքարի գործում եւ հրաժարվել այս ներդրումից եւ չհարգել այդ մարդկանց հիշատակը եւ չնշել հաղթանակը, կարծում եմ բոլորովին տեղի չի եւ եթե այդպիսի բան լիներ, դա զուտ քաղաքական կոնյունկտուրայի ինչ-որ դրսևորում կլիներ։ Ռուս լրագրողն էլ Հայաստանի արտգործնախարարից է հետաքրքրվում, թե ինչպես են պատկերացնում միաժամանակ եւ ռուսական եւ եվրոպական կառույցում ապագան։ Միրզոյանը կարծում է, այդ հարցին երկար պատասխանելու կարիք չկա։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում եւ ըստ այդմ հարցը, որը կարող է ծագել այդպիսի զարգացումների պարագայում, տեղին չի եւ չեմ կարող այդ սցենարի վերաբերյալ դատողություն հայտնել։ Շնորհակալություն։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։